ուղիղ մարդու երեսին վիրավորանք ասես, հետո թույլ չտաս, որ նա պատասխանի, ձերբակալես, հետո կալանավորես։ Ես Արտուր Հովսեփյանին չեմ ճանաչում, ես իր հետ երբևէ չեմ հանդիպել, իմ այստեղ գտնվելու դրդապատճառը արդարության, ազատ խոսքի, իրավունքի բռնաճնշումներ, իր պահանջը տարբերվում է, իր պահանջը ավելի այլ է, ինքը պահանջում է, որ Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրի իրենից եւ բոլոր պայքարած արցախցիներից, ում նա վերջինս անվանել է փախած։ Մայիսի 18-ին տեղի ունեցավ հայտնի դիպվածը Նիկոլ Փաշինյանի եւ Արտուր Հովսեփյանի միջև, բանավեճ, որը վերաճեց վիրավորանքների, հետո Արտուր Հովսեփյանին ձերբակալեցին, հետո կալանավորեցին 2 ամսով, խուլիգանության, հաստատեն քարոզարշավը խոչընդոտելու եւ ատելության խոսք տարածելու համար, մինչդեռ հակառակ կողմը, որ եւս ատելության խոսք էր տարածել եւ հոգեբանական բռնությունների ենթարկել թե իրեն, թե մնացած Արցախից տեղահանված մարդկանց իր խոսույթով, այս մասով ոչ մի գործ չծավալվեց եւ Արտուր Հովսեփյանը իր ձերբակալման պահից սկսած, որը մենք հետո իմացանք, հայտարարել էր հացադուլ ու փաստորեն ինքը հիմա արդեն հացադուլի 22-23-րդ օրվա մեջ է։ Այստեղ գտնվել է նստացույցի առաջին իսկ օրվանից շատ դրական եմ գնահատում, ավելի դրական, քան սպասում էի։ Անընդհատ այստեղ մարդիկ են գալիս, անընդհատ հետաքրքրվողներ են գալիս, ու մենք երբեք մենակ չենք մնում այստեղ։ Կարծես թե ինչ-որ ցենց հանգույց ձևավորվեց, որտեղ մարդիկ այս թեմայով գալիս են, իրար են հանդիպում, իրար են գտնում, հույս առաջանում, որ կա հնարավորություն պայքարի միջոցով արդարությունը վերականգնելու։ Ես ինձ բավական լավ եմ զգում, այսօր արդեն 9-րդ օրն է, որ դրսում եմ գիշերում, թվում է թե ավելի առողջական է կզիջի, բայց ես ինձ լավ եմ զգում։ Վրան չունենք, դրսում ենք մնում, ոստիկանության հետ խորհրդակցությունները տարավ նրան, որ վրանին կտրուկ դեմեն։ Այստեղ գոյացավ նաև լիքը տարբեր աշխատանքներ, նամակների տեսքով, կոչերի տեսքով, որոնք ուղղվեցին տարբեր ուղղություններով։ Հարցը գերհանրայնացվեց, այսինքն Հայաստանում այն հայտնվեց օրակարգում լրատվական ու տևական ժամանակա դուրս չի գալիս, որովհետև խնդիրը առկա է։ Նաև Արտուր Հովսեփյանն էր նամակ գրել բանտից ուղղված դեսպանատներին, ՄԱԿ-ի գրասենյակի ԵՄ։ Այստեղ ամենավտանգավորը Արտուրի հացադուլի հանգամանքն է, որովհետև արդեն 22-րդ օրն է ու արդեն կրիտիկական վտանգավոր օրեր են սկսվում հացադուլավորների համար, օրգանիզմը չի կարող անվերջ առանց սննդի գոյատևել, դա հասկանալի է բոլորին։ Այս քաղաքացիական ակցիան, պայքարը սկսվեց քարոզարշավի ժամանակ, ինչը շատ խոցելի էր դարձնում իրան, որովհետև ցանկացած ոք ինչպես ուզում մեկնաբանում էր ակցիան, վերագրելով տարբեր ուժերի, բայց մենք կարողացանք դիմակայել այդ ընթացքը ու հիմա մենք արդեն հայտնվել ենք միտեղ, որտեղ քարոզարշավ չկա, բայց կա խնդիրը ու կանք մենք ու կա մեր պահանջը ու մարդիկ կարևոր է պայքարողները գիտակցում են, որ սա նաև իրենց իրավունքների խնդիրն է, ու սա քաղաքացու իրավունքի խնդիր է, ոչ թե Արտուր Հովսեփյանի խնդիր է։ Եկեք ամեն օր ժամը երեկոյան 7-ին, 7:30, այստեղ սկսում ենք հավաքվել, մենք պետք է գնալով մեր ծավալները մեծացնենք, ճնշումը մեծացնենք, որ ավելի արագ որոշում կայացնեն պատկան մարմինները։